Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում բուժինֆոն է։ Հաղորդում, որի ընթացքում բացահայտում ենք բժշկության գաղտնիքները, խոսում ենք ժամանակակից բժշկության կարևորագույն թեմաների մասին, ինչպես նաև օգնում ենք ձեզ եւ ձեր հարազատներին կատարելու ճիշտ քայլեր առողջության պահպանման հարցում։ Ձեզ հետ ես եմ Վարդան Շահինյանը, պլաստիկ վիրաբույժ, իսկ հաղորդումը այսօր կսկսենք ավանդույթի համաձայն դիտելով օրվա անոնսը, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կհյուրընկալենք օրվա առաջին հյուրին։ Այսօր դիտեք էնդոսկոպիկ հետազոտություններ, գաստրոսկոպիայից մինչև կոլոնոսկոպիա։ Ինչու են հարկավոր այս հետազոտությունները, ինչ նորություններ կան այս ոլորտում։ Ինչ կարող է պատմել օրգանիզմի վիճակի մասին արյան ընդհանուր հետազոտությունը։ Ինչ դեր է խաղում ճիշտ քնի ռեժիմը երեխաների ֆիզիկական եւ մտավոր զարգացման համար։ Ինչ կարևոր հակատարիքային պրոցեդուրաներ եւ բուժումներ կարելի է կատարել մաշկին թարմ եւ առողջ տեսք հաղորդելու համար։ Դե ինչ հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը եւ այսօր խոսելու ենք էնդոսկոպիկ հետազոտությունների մասին։ Գաստրոսկոպիայից մինչև կոլոնոսկոպիա։ Խոսելու ենք եւ պարզելու ենք, թե ինչ հետազոտություններ են սրանք, ինչու են սրանք կարևոր եւ ինչպես կարող են օգնել, որպեսզի բացահայտենք մարսողական օրգանների խնդիրները։ Այս եւ այլ մի շարք կարևոր հարցերի շուրջ այսօր կզրուցենք Նայիրի բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգիա եւ էնդոսկոպիկ բաժանմունքի ղեկավար բժիշկ Թևոս Սարգսյանի հետ։ Ողջույն Թևոս։ Ողջույն։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու Ես համար։ շնորհակալ եմ ավելի համար։ Եվ առաջին հարցս հետեւյալն է. Ինչ հետազոտություններ են էնդոսկոպիկ հետազոտությունները եւ երբ ենք սրանք կատարում։ Էնդոսկոպիա բառացի թարգմանաբար նշանակում է զննում ներսից, այսինքն դա հենց ինքն իրեն արդեն հուշում է, որ մենք հետազոտում ենք ստամոքսային տրակտը ներսից։ Դրանք հիմնականում երկու գործիքային հետազոտություններ են՝ գաստրոսկոպիան եւ կոլոնոսկոպիան, որի ժամանակ գաստրոսկոպիայի դեպքում հետազոտում ենք ստամոքսային տրակտի վերին հարկը, կերակրափող ստամոքս 12 մատնի աղին եւ դրա վայրը չհատվածը, կոլոնոսկոպիայի դեպքում ամբողջ հաստ աղին եւ զստաղով մի փոքր հատված։ Այ հիմնականում ինչ խնդիրների հայտնաբերման համար են կիրառում այս երկու հետազոտությունները։ Այս երկու հետազոտությունները ամենաինֆորմատիվն են մարսողական տրակտի հիվանդությունների ախտորոշման նպատակով։ Լայն սպեկտր գանգատների դեպքում են դիմում մեզ, մինչև անգամ գանգատների բացակայության դեպքում։ Հիմնական գանգատները, որով դիմում են, դա ցավն է մարսողական ուղիներում, լուծը աղիների անկանոն աշխատանքը, կղանքում թարմ արյան առկայությունը, ձութանման կղանքը, անհասկանալի քաշի կորուստը, անեմիաները եւ նաեւ սկրինինգային կոլոնոսկոպիան հաստաղու քաղցկեղի կանխարգելման նպատակով։ Այ ինչպիսի խորհուրդների դեպքում եք հիմնականում խորհուրդ տալիս, որպեսզի անհապաղ կերպով կատարեն էնդոսկոպիկ հետազոտություն, որպեսզի այլևս չհետաձգեն, ընտրությունը չմնա բուժառուին։ Կան այսպես ասած տագնապային նշաններ, որոնք արդեն ավելի հրատապ են դարձնում մեր հետազոտությունները, դրանք առաջինատին արյունահոսություններն են, որոնք կարող են մինչև անգամ մահացու արյունահոսություններ առաջանան։ Դրանց դեպքում հիվանդը կամ բուժառուն կեղտում տեսնում է թարմ արյուն կամ ձութանման կղանք կամ արյան առկայության փսխումներ։ Բոլոր այդ դեպքերում հետազոտությունը համարվում է անհապաղ, քանի որ պետք է հայտնաբերել արյունահոսող օջախը եւ էնդոսկոպիկ եղանակով փորձել դադարեցնել արյունահոսությունը։ Այսինքն այստեղ պարզենք, որ ոչ միայն էնդոսկոպիկ եղանակով մենք հայտնաբերում ենք, այլ նաեւ բուժական միջամտություն ենք։ Էնդոսկոպիան լայն սպեկտր բուժական միջամտությունները այժմ իր մեջ ներառում, ցանկացած գրեթե կարելի ասել ցանկացած բարոյական նորագույացությունների հեռացումից մինչև անգամ վաղ հայտնաբերված քաղցկեղների հեռացում եւ այլ տեսակի բուժական միջամտություններ կան, մասնավորապես օրինակ վարիկոզ լայնացած երակների դեպքում արյունահոսության մենք կարողանում ենք էնդոսկոպիկ լիգավորում կատարել, խոցային արյունահոսությունների ժամանակ տեսնում ենք արյունահոսող անոթը, կարողանում ենք թերմոկոագուլյացիա անել։ Այ սկսենք գաստրոսկոպիայից այդ դեպքում կարծում եմ բավականին շատ եղել են բուժառուներ, ովքեր վախեցել են կատարել ի սկզբանե, բայց հետո հասկացել են, որ ժամանակակից բժշկությունն առաջարկում է բավականին սահուն ընթացք։ Այ մի փոքր պատմենք, թե ինչպես է սա ընթանում եւ այ վախերը ինչպես հաղթահարել։ Վախը ինքնուրույն հաղթահարվել է իշնորհիվ մեր անեսթեզիոլոգների, քանի որ այժմ մեր բոլոր հետազոտությունները կատարվում են ներերակային անզգայացման պայմաններում։ Այսինքն բուժառուի համար որևէ տհաճ զգացողություն կամ դիսկոմֆորտ չի լինում։ Սկզբից մինչև վերջ հետազոտության ընթացքում բուժառու լինում է քնած վիճակում եւ ոչ ինքն է դիսկոմֆորտ զգում եւ ոչ էլ խանգարում է մեր աշխատանքին։ Բոլոր հետազոտությունները այժմ կատարվում են անզգայացման պայմաններում, այնպես որ վախի այդ մի ֆակտորը կոտրել ենք այո։ Շատ լավ։ Այ փաստեցինք, որ գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիայի միջոցով շատ խնդիրներ կարող ենք հայտնաբերել։ Ինչպես հասկացա, այ հասարակ պոլիպից, խոցից մինչև ուռուցք։
Այ գաստրոսկոպիան այս հնարավորությունները, որ տալիս է, ինչպես ենք օգտագործում եւ ինչպես կարող ենք հասցնել արդյունավետությունը այն մաքսիմումին, կարծում եմ ինչին, որ դուք ամեն օր ձգտում եք։ Երկու հետազոտությունների հիմնական առավելությունը բոլոր այլ գործիքային հետազոտությունների հետ համեմատած նա է, որ մենք հետազոտության ժամանակ հնարավորություն ունենք բիոպսիա կատարելու։ Ոչ մի այլ հետազոտություն նման առավելություն մեզ չի տալիս, այսինքն ցանկացած գոյացություն, երբ որ մենք տեսնում ենք, իհարկե այժմ էնդոսկոպիկ համակարգերի պատկերի որակը մեզ թույլ է տալիս, որ մենք տեղում հասկանանք դա բարոյակ գոյացություն է թե չարոյակ, բայց ամեն դեպքում տեղում կատարվում է բիոպսիա եւ դա ամենամեծ առավելությունն է երկու հետազոտությունների դեպքում, որ մենք ունենք այդ հնարավորությունը։ Իսկ տվյալ հետազոտությունը որոշակի նախապատրաստական փուլ իրենից ենթադրում է, թե ոչ։ Գաստրոսկոպիայի դեպքում նախապատրաստական որևէ փուլ չկա, ուղղակի հարկավոր է որ բուժարուն լինի առօրյայից չկերած, չխմած, իսկ կոլոնոսկոպիայի դեպքում կա հատուկ սննդակարգ, որ պետք է ապահովել հետազոտությունից 2-3 օր առաջ եւ հատուկ դեղորայք, որը պետք է պարտադիր օգտագործել աղիները լրիվ դատարկելու նպատակով, քանի որ կոլոնոսկոպիայի դեպքում պատրաստման աստիճանը ուղիղ համատեքան է հետազոտության որակի եւ էֆեկտիվության հետ։ Իսկ օրինակ գաստրոսկոպիայից հետո կան որոշակի սահմանափակումներ սննդակարգի հետ կապված։ Սննդային սահմանափակումները սովորաբար մենք սիրում ենք հանձնել գաստրոենտրոլոգներին, մենք դրանով չենք սահմանափակում, բայց կոնկրետ մեր հետազոտության հետ կապված անմիջապես անցկացումից հետո մոտ մի 15-20 րոպե մենք ունենք հատուկ արտանցման սենյակներ, որտեղ բուժարունները վերականգնում են անեսթեզիայի փուլից եւ այնուհետեւ ուղեկցում ենք տուն, միայն մեքենա վարել չի կարելի 2-3 ժամ, պրակտիկորեն մարդիկ անգամ գնում են աշխատանքի այդ հետազոտությունից հետո։ Որքան է գաստրոսկոպիայի տևողությունը։ Գաստրոսկոպիայի տևողությունը շատ տարբեր կարելի կախված թե ինչ ծավալով միջամտություն է կատարվում։ Սովորաբար այն կարող է տևել 3-ից մինչև անգամ 15-20 րոպե։ Եթե անհրաժեշտություն է լինում բիոպսիաներ կատարելու, երբեմն հետազոտությունը ավելի երկարվում է, երբեմն լինում է, որ ստամոքսի պարունակությունը պետք է լավ մաքրել, պատերը մաքրել, որպեսզի որևէ բան բաց չտոներ, այդ դեպքում հետազոտության երկարությունը մի փոքր երկարում է, բայց նորից եմ կրկնում, դա բուժարուն չի զգում այդ երկարությունը, քանի որ ամբողջ ընթացքում լինում է քնած եւ պրակտիկորեն նրա համար միևնույնն է, քանի րոպե է տևում հետազոտությունը։ Այլ լինում են իրավիճակներ, երբ օրինակ կատարում եք գաստրոսկոպիա կամ կոլոնոսկոպիա եւ փաստացի ինտրա այդ օպերացիոն, լավ, այսպես ասեմ, այդ ընթացքում եք որոշում որոշակի միջամտություններ կատարել, որոնք որ նախապես չէիք պատկերացնում կամ չէիք պլանավորում։ Այո, այժմ մենք կոլոնոսկոպիա կատարելուց առաջ բոլոր բուժարունների հետ համաձայնության են գալիս եւ կոլոնոսկոպիայի ժամանակ հայտնաբերված բոլոր բարոյակ էպիթելիալ գոյացությունները տեղում հեռացնում ենք, դա հնարավորություն է տալիս եւ մեր սարքավորումները եւ պատկերի որակը եւ այդ էլեկտրովիրաբուժական ամբողջ բլոկը, որ անվտանգ ապահով ձևով հեռացնենք տեղում հայտնաբերված բոլոր բարոյակ նորագույցները, որպեսզի երկրորդ անգամ գալու կարիքը չլինի։ Շատ լավ, որքան է տևում արդյունքի պատրաստման այս ժամանակը։ Այսինքն որքան պետք է սպասի բուժարուն, որպեսզի արդեն իսկ ստանա այն արդյունքը, թե ինչ ախտորոշվեց կամ օրինակ որքան ժամանակ հետո է լինում բիոպսիայի պատասխանը։ Մենք նկարագիրը հետազոտության, այսինքն ինչ ենք մենք հայտնաբերել գրավոր տեսքով տալիս ենք տեղում, հիստոլոգիայի հյուսվածքների հետազոտությունը արդեն կախված է լինում, թե ինչ հետազոտությունները կոնկրետ պետք հյուսվածքների վրա կատարել եւ դա սովորաբար միջինում տևում է 4-ից մինչեւ 2 շաբաթ, 4-ից մինչեւ 14 օր։ Այո, մի փոքր հիմա անդրադառնանք նաեւ կոլոնոսկոպիային։ Որոշակի ակնարկներ եղան, բայց փորձենք նույնպես բացել այս թեման, ինչ է իրենց ներկայացնում կոլոնոսկոպիան, սկսենք ամենասկզբից եւ երբ ենք այն կիրառում։ Հիմնականում որ ցուցումների պարագայում։ Կոլոնոսկոպիան դա հետազոտություն է, որի ժամանակ հետազոտում է ամբողջ հաստաղին եւ բարակ աղու զստաղու տերմինալ հատվածի մի փոքր հատված։ Այն անփոխարինելի եւ ամենահզոր զենքն է հաստաղու քաղցկեղի դեմ պայքարի։ Հաստաղու քաղցկեղը մահացությամբ երկրորդ եւ տարածացությամբ երրորդ ուռուցքն է համարվում ամբողջ աշխարհում եւ շատ հեշտ կանխարգելելի հիվանդություն է, եթե ժամանակին կատարվի սկրինինգային կոլոնոսկոպիան։ Ցուցումները կոլոնոսկոպիայի նշեցի, որ 45 տարեկանը դա արդեն ցուցում է, եթե անգամ գանգատ չկա որևէ բուժարուի մոտ 45 տարեկան արդեն ցուցում է, որպեսզի կատարվի առաջին պլանային սկրինինգային կոլոնոսկոպիան։ Մյուս ցուցումների դեպքում դա հիմնականում աղիների անկանոն աշխատանքն է, քրոնիկական փորկապություններ, քրոնիկական լուծեր, կղանքում թարմ եւ մակարդված արյան արկայություններ, անեմիաներ, քաշի կորուստներ եւ ցավեր որովայնում։ Հիմնականում դա։
Այ խոսեցինք ցուցումների մասին, բայց հիմնականում որ հիվանդությունների հայտնաբերման համար է հենց կիրառվում կոլոնոսկոպիան։ Հիմնականում կիրառվում է աղիների բորբոքային հիվանդությունների, խոցային կոլիտի եւ կրոնի հիվանդության եւ նաեւ հաստաղող նորագոյացությունների հայտնաբերման համար։ Հիմնական ցուցումները դրանք։ Ինչպես հասկացա, օրինակ պոլիպների հայտնաբերման դեպքում, ինչպես նախկինում արդեն նշեցինք, կոլոնոսկոպիկ միջամտությունը հնարավորություն է տալիս նաեւ միաժամանակ հեռացնել այդ բոլոր։ Մենք անմիջապես հետազոտության ժամանակ ընթացքում հեռացնում ենք բոլոր հայտնաբերված բարոյական էպիթելիալ գոյացությունները, միաժամանակ նրանք հանում եւ ուղարկում ենք նորից հիստոլոգիական քննության։ Իսկ այս պարագայում հետ կոլոնոսկոպիկ այս հետազոտությունից հետո կան որոշակի ցուցումներ եւ հակացումներ կապված սննդակարգի հետ։ Սննդակարգի հետ ոչ, միակ բանը, որ մենք արգելում ենք, դա հակամակարդիչների օգտագործումն է, ընդամենը 3 օր, որպեսզի այդ պոլիպեկտոմիայի, то есть, այսինքն այդ պոլիպների հեռացման տեղից չունենանք ուշացած արյունահոսություններ։ Շատ լավ։ Այ կոլոնոսկոպիայից առաջ, եթե գաստրոսկոպիայից առաջ ասացինք, որ առանձնապես նախապատրաստական փուլ չկա, իսկ կոլոնոսկոպիայից առաջ։ Կոլոնոսկոպիայից առաջ կա հատուկ դեղորայք, որը նախատեսված է հենց կոլոնոսկոպիայի պատրաստման համար, որպեսզի դատարկել հաստ աղին։ Հաստ աղին պետք է լինի իդեալական մաքուր, որևէ կեղտի եւ սննդային հետքեր չպետք է մնան, պատկերի, որակի եւ դրանց տակ թաքնված որևէ նոր գոյացություն կամ ինչ-որ բորբոքային խնդիր բաց չթողնելու համար։ Իսկ որքան է տևում այս նախապատրաստական փուլը։ Սովորաբար մենք նախընտրում ենք 3 փուլ պատրաստումը, դա նշանակում է, որ անհրաժեշտ դեղորայքի դոզայի կեսը օգտագործում են հետազոտության նախորդ օրը երեկոյան եւ երկրորդ դոզան հետազոտության օրը առավոտյան շուտում։ Եվ խոսենք նաեւ հակացությունների մասին։ Կան հակացություններ, երբ ուղղակի ասում եք, որ չի կարելի կատարել օրինակ կոլոնոսկոպիա կամ գաստրոսկոպիա։ Այսօր փաստացի միջամտությունները մենք կատարում ենք ածխաթթու գազով, ինչը զգալի պակասեցնում է հետազոտության հակացությունները։ Օրինակ, եթե նախկինում պերֆորացիաները համարվում էին հակացություն, այսօր մենք ածխաթթու գազով ենք անում հետազոտությունները եւ դա անգամ հակացություններից դուրս է եկել։ Պրակտիկ կյանքում հակացություններ գտնելը բավականին դժվար է։ Հակացություն չի լինում, եթե իհարկե չկա այնտեղ սուր ինֆարկտ, սուր ինսուլտ կամ սուր սիրտոքային անբավարարություն կամ հեմոդինամիկ անկայուն հիվանդ, կոմատոզ վիճակ, այսինքն շատ հազվադեպ հանդիպող հակացություններ կան, մնացած առումով գրեթե հակացություններ չկան։ Եվ Բժիշկ Սարգսյան, վերջում ձեր խորհուրդը այն մարդկանց, ովքեր որ վախենում են կատարել այս հետազոտությունները կամ ուղղակի ձգձգում են նորից եւ նորից ելնելով այդ վախերից։ Ես շեշտեցի, վախերը արդեն հաղթահարվել են մեր անեստեզիոլոգների շնորհիվ, քանի որ հետազոտությունները մաքսիմալ կոմֆորտ են բուժառուների համար։ Ես խորհուրդ կտամ հատկապես եթե ժառանգականությունը ծանրաբեռնված է, մասնավորապես հաստաղու քաղցկեղի եւ ստամոքսի քաղցկեղի դեպքում անպայման կատարել սկրինինգային հետազոտություններ ճիշտ ժամանակին, քանի որ հաստաղու քաղցկեղը բավականին ուշ է առաջացնում գանգատներ եւ սիմպտոմներ եւ սովորաբար այդ փուլում հայտնաբերման դեպքում արդեն բավականին քիչ ծավալով աշխատանք է մնում կատարել, այնպես որ պետք է հետազոտվել ժամանակին, չվախենալ եւ մեկ անգամ որ անցնեն արդեն համոզված եմ երկրորդ անգամ իրենք էլ իրենց ընկերներին խորհուրդ կտան, որ վախենալու բան չի։ Անչափ շնորհակալություն շատ կարևոր ինֆորմացիա փոխանցման համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատերիս համար պարզ դարձավ, թե որքան կարևոր են էնդոսկոպիկ հետազոտությունները մարսողական խնդիրների հայտնաբերման եւ ինչպես նաեւ կանխարգելման համար։ Եկեք շնորհակալություն հայտնենք մեր բժիշկին, ով փոխանցեց շատ կարևոր ինֆորմացիա բոլորիս։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Նայիրի բժշկական կենտրոնի էնդոսկոպիա եւ գաստրոենտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար Թևոս Սարգսյանը։ Իսկ մենք այժմ տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, ես Լիաննեն եմ Համբարձումյան, բժիշկ արյունաբան Յուլիան Արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնից։ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ արյան ընդհանուր քննության թեմային։ Նախ, ինչ է արյան ընդհանուր քննությունը։ Ինչքան էլ որ անունից կարող է թվալ, բայց դա այն հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս, թե առհասարակ օրգանիզմում ինչ է կատարվում եւ օրգանիզմում կատարվող բոլոր process-ների մասին պատկերացում տալ, սակայն տալիս է շատ հարցերի պատասխան։ Ուզում եմ նշել, որ արյունը եւս օրգան է, կազմված իր ձևավոր տարրերից եւ հեղուկ մասից։ Արյան ընդհանուր քննությամբ մենք պատկերացում ենք կազմում արյան ձևավոր հիմնականում արյան ձևավոր տարրերի ֆունկցիայի մասին։ Արյան ձևավոր տարրերն են լեյկոցիտները կամ արյան սպիտակ բջիջները, որոնք մեր իմուն համակարգի խաղացողներն են, իմուն համակարգի ֆունկցիայի մասնակիցներն են։
Մյուսը արյան կարմիր բջիջները կամ էրիթրոցիտներն են, որոնք իրենց մեջ կրում են հեմոգլոբինը եւ որոնց հիմնական ֆունկցիան օրգանիզմում թթվածնի տեղափոխումն է եւ հյուսվածքներին ու բջիջներին թթվածնով մատակարարումը, եւ մյուսը թրոմբոցիտներն են, որոնց հիմնական ֆունկցիան այնպես անելն է, որ մենք չառնահոսենք։ Ինչ շեղումներ են առհասարակ սպասում տեսնել արյան ընդհանուր քննության մեջ։ Կարող են տեսնել արյան բոլոր ձևավոր տարրերի հետ կապված քանակական փոփոխությունները եւ քանակի նվազում եւ ավելացում, օրինակ լեյկոցիտների, օրինակ թրոմբոցիտների, հեմոգլոբինի կամ արյան կարմիր բջիջների հետ կապված, եւ այս բոլոր փոփոխությունները կարող են կրել եւ երկրորդային բնույթ, պայմանավորված լինել այլ օրգան համակարգերի հիվանդությամբ կամ հենց լինեն արյան հիվանդության արդյունքում։ Այլ խնդիրներ ասելով նկատի ունեմ, որ շատ հաճախ լեյկոցիտների քանակի բարձրացում կամ նվազում կարող է դիտվել ինֆեկցիաների պարագայում, այլ պատճառով բորբոքումների, օրինակ աուտոիմուն հիվանդությունների, իմունոդեֆիցիտային վիճակների պարագայում, թրոմբոցիտների քանակի եւ հեմոգլոբինի քանակի փոփոխություն, այսինքն սակավարունություն օրինակ, նվազում։ Կարող ենք տեսնել երկաթի պակասի դեպքում կամ B խմբի վիտամինների պակասի, նույն երկաթի պակասի դեպքում կարող ենք ունենալ թրոմբոցիտների քանակի ավելացում։ Ուզում եմ ասել, որ ցանկացած շեղում, երբ որ դուք կտեսնեք ձեր արյան ընդհանուր քննության մեջ, որովհետեւ այսպես պլյուսի կամ մինուսի կամ մքեցված հատված, որը նորմայից շեղում է, չենք շտապում խոճապի մատնվել, որովհետև դա կարող է լինել ընդհանրապես երկրորդային փոփոխություն կամ որևէ նուտրիենտի պակասի արդյունքում։ Դրա համար խորհուրդս է, որ շեղում նկատելու դեպքում դիմեք մասնագետի, առհասարակ ինչ հաճախականությամբ արժի հանձնել արյան ընդհանուր քննությունը։ Սովորաբար խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով հանձնել, բայց եթե դուք ունեք գանգատներ, օրինակ վաղ հոգնածություն եք նկատում, ունեք ընդհանուր թուլություն, աստիճանները բարձրանալիս եք հեվում կամ նույնիսկ սովորական պայմաններում, մարմնի վրա կապտուկներ եք նկատում առանց հարվածելու, ունեք քթային լնդային անահոսություններ, առատ դաշտան կամ այսպես ասած հաճախ եք հիվանդանում, հաճախակ եք ինֆեկցիաներ տանում, այս բոլոր դեպքերում բնականաբար ավելի վաղ ենք հանձնում արյան ընդհանուր քննությունը։ Դա շատ հեշտ հետազոտություն է, մատից կամ երակից վերցվող, որը պատրաստ է լինում սովորաբար րոպեների ընթացքում եւ կարող է շատ հարցերի պատասխան տալ եւ այսպես առաջին ուղղորդիչ հետազոտությունը լինել։ Եվ եւս մի պարամետրի մասին եմ ցանկանում խոսել, դա բնակչության մեջ հայտնի ROE ասվածն է, N-ն, էրիթրոցիտների նստեցման արագությունը, որ շատ հաճախ է այնպես լինում, որ պացիենտները խոճապի մատնված դիմում են զուտ ROE-ի բարձր ցուցանիշի համար։ Ուզում եմ նշել, որ երկու դեպքում առհասարակ ROE-ի բարձրացումը նորմալ է։ Դա հղիության որոշակի ժամկետներն են նորմայում բարձրանում է եւ ծերերի մոտ կարող է նորմայում հենց բարձր լինել։ Դրանից դուրս բարձր ROE կարող է լինել, եթե ունենք հեմոգլոբինի քանակի նվազում, այսինքն անեմիա կամ ցանկացած տեղակայման բորբոքման պարագայում, օրինակ ինֆեկցիաների պատճառով կամ աուտոիմուն բորբոքումների, ուզում եմ ասել, որ ROE-ի բարձրացումը չի նշանակում, որ ինչ-որ խոճապի մատնվելու առաջին պատճառ ունեք, լավ։ Եվ խորհուրդս կլինի այն, որ վաղ դիմեք բժշկի կամ ավելի խրախուսելի է պրոֆիլակտիկ նպատակով կանխարգելիչ դիմել եւ որ ավելի կարեւոր է չվախենալ։ Առողջ եղեք։ Դե ինչ սիրելի ստատիտողներ, եթերում խորհուրդ ծնողներին էջն է։ Եվ այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը անմիջականորեն ազդում է երեխաների աճի, զարգացման եւ հոգեբանական հավասարակշռության վրա։ Խոսքս քնի ճիշտ ռեժիմի մասին է։ Այսօր այս ամենը կքննարկենք Երևանի Մխիթար Երացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Մուրացյան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ շնորհակալություն ենք հայտնում հրավերն ընդունելու համար։ Եվ առաջին հարցը հետեւյալն է. ինչպես է ազդում քնի ճիշտ ռեժիմը երեխայի մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ այսչափ կարեւոր թեմային անդրադառնալու համար։ Վերջին տարիներին կան բազմաթիվ հետազոտություններ, որ տարեց տարի երեխաների քունը կրճատվում է, այսինքն եթե համեմատենք մեր երեխաների քնի տևողությունը մեր ծնողների քնի տևողության հետ, արդեն հաստատված է, որ ունենք մոտավորապես 1-1.5 ժամ ավելի քիչ քնի տևողություն։ Սա բոլորիս հայտնի պատճառներով կյանքի տեմպերը փոխվել են, մեր կյանք են ինտեգրվել էկրանները, մյուս բոլոր հնարավոր ժամանցի տեսակները եւ երեխաների քունը հետզհետե կրճատվում է։ Եվ մանկաբույժներին, բժիշկներին ցավոք սրտի այո, որովհետեւ սա մեզ համար
Կարևոր ազդակներից մեկը սրա մասին այն է, որ ինչպես դուք նշեցիք, քունը շատ ուղիղ կերպով անդրադառնում է երեխայի աճի զարգացման վրա, որին հայտնի է շատ ծնողներին հայտնի ինֆորմացիա, որ քնի ժամանակ է աճի հորմոնը արտադրվում, եւ սա իրականություն է, ընդ որում ճիշտ քնի ժամերի, այսինքն երբեք ցերեկային քունը չի կարող փոխարինել ճիշտ գիշերային քնին, եւ բացի այդ էլի ապացուցված է, որ ճիշտ քնի ռեժիմը ուղիղ կերպով անդրադառնում է երեխայի ուսանելու ունակությունների վրա, ինտելեկտի մակարդակի վրա, երեխայի ընդհանուր նյարդային հոգեհուզական վիճակի վրա եւ ստացվում է, որ միայն խաթարելով քնի ռեժիմը մենք որպես հեռակա ազդեցություն կարող ենք ունենալ ինտելեկտի ցածր մակարդակ, ուսանելու դժվարություններ, երեխայի գերգրկռվածություն, որը որ ոչ մի ծնողին հաստատ դուրեկան ազդեցություն չէ, այո։ Այ տարբեր տարիքային խմբերի համար քնի ճիշտ ռեժիմը ինչպես է սահմանում եւ որքան է անհրաժեշտ այդ որքան պետք է լինի քնի ժամանակահատվածը։ Տեսեք, սա շատ ճիշտ է ձեր կողմից ժեստով մեկնաբանվեց, որ դա ժամանակահատված է, դիապազոն է, դա շատ ֆիքսված թվեր չեն, այսինքն ամեն երեխա մնում է անհատականություն եւ ունի իր սեփական պահանջները քնի հանդեպ։ Ես շատ ուզում եմ սա շեշտել, որովհետեւ հիմա կա երկու ծայրահեղություն, ծնողներ, ովքեր բացառապես ուղեցույցային եւ համացանցային ինֆորմացիայով փորձում են պահել երեխաներին, այո, իմ երեխան պետք է քնի 12 ժամ եւ 11 ժամ 50 րոպե քունը նորմալ չէ։ Ոչ, սա իհարկե այդպես չէ, ամեն երեխա անհատական է, բայց այս անհատականության մեջ իհարկե կան նորմաներ։ Այո, այսպես օրինակ նորածին երեխան մինչև 3 ամսեկան երեխաները սկսած 16-17 ժամից ավել մինչև 22 ժամ կարող են ունենալ նորմալ քնի տևողություն։ Մոտավորապես 1 տարեկան երեխաների մոտ սա էլի 12-ից 16 ժամ քնի տևողությունն է։ Մոտավորապես 6 տարեկանում արդեն այս քունը պետք է լինի 9-ից 12 ժամ եւ միայն 15 տարեկանից հետո, ինչպես մեծահասակներին 8 ավել ժամ։ Ինչ է սա նշանակում, այդ դպրոցները նոր են հադասել սեպտեմբերը հիմա եւ երեխաները սկսել են հաճախել դպրոց, 6 տարեկան երեխան պետք է քնի 9-ից 12 ժամ։ Նշանակում է նա երբ պետք է գնա քնելու, եթե դասը սկսում է 8-ին, երեխան պետք է գնա քնելու, նույնատիպ եթե 12 ժամվա մասին է խոսքը 8-ին, որը որ ես ցավոք ուզում եմ շեշտել, ֆիքսել, որ դա ընդհանրապես այսօր այդպես չէ։ Էլի կյանքի տեմպից ելնելով ծնողները ուշ են վերջացնում աշխատանքը, ուշ են լինում տանը, ուշ են ընթրիքը կազմակերպում եւ այս ամեն ինչը հետաձգվում է, անդրադառնալով երեխայի ճիշտ քնի տևողության վրա։ Բժիշկ, որոնք են այդ քնի ռեժիմի խախտման հիմնական ամենատարածված պատճառները։ Խոսեցինք կյանքի տեմպի մասին։ Արդյոք միայն սրանք են, թե կան նաեւ Սա շատ փոքր մասն է եւ սա ուղղման ենթակա մասն է, բայց հիմնականը դա սովորույթներն են, ընտանեկան հենց սովորույթները եւ սա սկսվում է դեռ նորածնային տարիքից, քնի հիգիենա գաղափար կա կոչված, իսկ ինչպես մենք հետևում ենք մեր ատամների հիգիենային, մաշկի առհասարակ այո գոյություն ունի առանձին գիտություն եւ առանձին մեծ ասոցիացիաներ, որոնք զբաղվում են սրանով, ինչպես ճիշտ քուն կազմակերպել, սրա համար ամենաառաջնայինը կանոնակարգված քնի ռեժիմ ունենալն է ծնված օրվանից սկսած, այսինքն երեխան պետք է ունենա սենյակ, որտեղ քնում է, համապատասխան միջավայր, այսինքն մութ, լուռ միջավայր, որտեղ երեխան պետք է քնի, եւ սովորույթներ համապատասխան։ Եկավ այս ժամը երեկոյան 8-ը երեխան գիտի, որ պետք է լվացվի, ընթերցի ինչ որ գիրք կամ զբաղվի ծնողի հետ որևէ այլ զբաղմունքով եւ գնա անկողին։ Անգլիալեզու գրականությունը շատ հապավումներ ունի այսպիսի երեխային սա ավելի սովորութային դարձնելու համար։ Հայերեն թարգմանվում է որպես քնիծես, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ միջոցառում է, որ պետք է քնից առաջ անել, այլ սա գործողությունների հաջորդականություն է, որ պետք է անել, որպեսզի երեխան իմանա, որ այսինչ ժամին, այսինչ տեղում ամեն օր նա պետք է քնի։ Եվ մյուսը ինչը, որ իհարկե ակտիվ ինտեգրվել է եւ խանգարում է քունը, դա էկրաններն են։ Ցանկացած տեսակի էկրանների օգտագործումը, այդ թվում մեծահասակների համար բացառվում է քնից։ Ցանկանում եմ սա նշել, որ խոսում ենք երեխաների մասին, բայց սա առհասարակ նաեւ մեզ է վերաբերվում։ Շատ ճիշտ է, որ բոլոր առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս նվազագույնը 1 ժամ քնից առաջ բացառել էկրանների ներգործությունը, քանի որ լույսը ճառագայթ է ու այստեղ էլ բացատրությունը իրոք ֆիզիոլոգիական է, քանի որ ճառագայթները լույսը, կապույտ լույսը եկող էկրաններից ակտիվացնում է գլխուղի որոշ կենտրոններ, որոնք այնուհետև հանգստացնելու համար ժամանակ է պետք, այսինքն անգամ եթե երեխան անջատի սմարթֆոնը եւ պարկի անկողին, իրեն պետք է լինելու որոշ ժամանակ քուն մտնելու համար։ Այդ ժամանակը կարող է տևել մինչև 3 ժամ, այսինքն հնարավոր է երեխային դուք
ուղեկցեք քնելու, բայց եւս 3 ժամ նա անկարող լինի քնել, որտեղ անմիջապես քնից առաջ եղել է էկրանի ներգործություն։ Այ հաջորդ հարցը հենց սրա հետ կապված է։ Ինչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր նկատում են, որ իրենց երեխայի մոտ քնի ռեժիմը արդեն իսկ խախտվել է եւ երեխան օրինակ գիշերն արթնանում է եւ արդեն իսկ այդ ձեր նշած ռեժիմը ուղակի մոռացված։ Ինչ խորհուրդ կտաք։ Այնինչ մենք միշտ խորհուրդ ենք տալիս ցանկացած խնդրի դեպքում լավ է ուշ, բայց ճիշտը ինչ որ մի օր սկսելն է, այսինքն այն կետից, որտեղից դուք հայտնաբերեցիք խնդիրը, այդ կետից պետք է փորձենք վերադառնալ ճիշտ քնի ռեժիմի, ինչպես շատ սահուն։ Սա հնարավոր չի անել 1 օրում, բայց հնարավոր է աստիճանաբար երեխայի կյանք ներմուծել պիտանի սովորույթներ, ինչպեսիք են ֆիքսված քնի ժամը, մութ լուռ պայմանները քնի համար, էկրանները աստիճանաբար բացառել սկզբից քնից օրինակ կես ժամ առաջ, եթե երեխան շատ լուրջ կախվածություն ունի, այնուհետև աստիճանաբար մոտեցնել մեծ պիտանի արդյունքին։ Կրծքի հասակի երեխաներին ծնողներին շատ հաճախ անհանգստացնում է, ինչպես առանձնացնել կերակրումները քնից, երեխաները սովոր են լինում շշերով քնել, կաթով, այլ հեղուկներով, սա ամենակարևոր բաներից է, որ խանգարում է կրծքի հասակի երեխաների քունը, այսինքն պետք է սնունդը եւ քունը դասնել 2 առանձին արարողակարգ եւ ոչ թե երեխային քնեցնել ուտեցնելու process-ի ընթացքում շշերով, որը որ նաև վտանգավոր է խեղդվելու ասպիրացիայի համար, այլ կերակրել, թողել որ անցնի որոշակի ժամանակ, հետո նախապատրաստել քնին։ Եվ վերջում բժշկու երբ պետք է դիմեն մասնագետին ծնողները, երբ կա քնի ռեժիմի խախտում, այ որ դեպքերում։ Ցանկացած դեպքում, երբ սա խանգարում է երեխայի նորմալ կենսագործունեությանը, այսինքն երեխան դժվարանում է հաճախել դպրոց, որովհետև դժվարացած են առավոտյան արթնացումները, օրվա ընթացքում ունենում է լրացուցիչ քնի կարիք, որովհետև գիշերային քունը լիարժեք չի եղել, երեխան նյարդային է, գերգռգռված է, երեխան չունի հանգիստ գիշերային քուն, այսինքն քունը հաճախ ընդհատվում է կամ մղձավանջներով, կամ վախի, տագնապի այլ էպիզոդներով, կամ որ վատ քունը անդրադառնում է երեխայի սնուցման վրա, որը որ նույնպես կարող է լինել ախորժակի վրա, կամ ստանում է ծնողը արձագանքներ դպրոցից, որ դուժել է երեխայի առաջադիմությունը, դուժել է երեխայի կենտրոնացման ուշադրությունը, կենտրոնանալու կարողությունը, սրանք բոլորը իհարկե մասնագետի հետ աշխատելու արդեն խնդիրներ, որոնք պահանջում են մասնագետի հետ աշխատանք։ Անչափ շնորհակալություն բժշկուհի, կարծում եմ սա շատ կարևոր թեմա էր ինչպես երեխաների համար, բայց նաև այստեղ շատ մեծ ճշմարտություն կար նաև մեծահասակների համար, մեզ համար, որին որ պետք է մենք նույնպես կարծում եմ շատ խիստ կերպով հետևենք։ Սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ բոլորիս համար շատ պարզ էր եւ ակնառու էր, որ քանի ճիշտ ռեժիմը շատ կարևոր է։ Իսկ առհասարակ երեխաների համար այն կարևոր է ոչ միայն ֆիզիկական զարգացվածության, ակտիվության համար, այլ նաև մտավոր զարգացվածության եւ տրամադրության վրա անգամ։ Այդ իսկ պատճառով ուշադիր եղեք ձեր երեխաների քնի ռեժիմի ճիշտ պահպանման համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը։ Իսկ մենք շարունակում ենք հաղորդումը գեղեցկության գաղտնիքներ էջով։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այժմ գտնվում ենք իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում, այսինքն մեզ մոտ ժամանակն է բացահայտելու գեղեցկության գաղտնիքները։ Այսօր խոսել ենք մի շատ ակտուալ եւ հետաքրքիր թեմայի մասին, մասնավորապես հակատարիքային պրոցեդուրաների մասին, եւ այս ամենը կբացահայտենք հիմնադիր տնօրեն, դերմատոլոգ, կոսմետոլոգ Ելենա Ադամյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Շնորհակալություն հյուրընկալելու համար։ Առաջին հարցը հետևյալն է, ինչ պրոցեդուրաներ եք կատարում, որոնք համարվում են հակատարիքային։ Հակատարիքային պրոցեդուրաները լինում են եւ ներարկումային, եւ խնամքի տեսքով, եւ ապարատային։ Մեր կենտրոնում բոլոր պրոցեդուրաները իրականացվում են։ Եթե խոսքը գնում է բուժական կոսմետոլոգիային, ապա դա հիմնականում ներարկումային պրոցեդուրաներն են, հատկապես բիորևիտալիզացիան։ Եթե խոսքը գնում է ապարատային, ապա դա կատարում ենք մեր Viora V30 սարքով, մասնավորապես RF lifting ենք ապահովում։ Այ մի փոքր ավելի մանրամասն, եթե հնարավոր է, եկեք բացահայտենք, թե որ պրոցեդուրաները ինչ ցուցումներ ունեն եւ երբ են կատարվում, մասնավորապես եւ ներարկումային է եւ ապարատային է։
Ցանկացած պրոցեդուրա բնականաբար ունի ցուցումներ եւ հակացուցումներ։ Այս պարագայում մենք բնականաբար ուշադրություն ենք դարձնում, եթե կա ծանր անամնեզ կամ կան օնկոլոգիական հիվանդություններ կամ մաշկային որևէ խնդիրներ, հիմնականում չարորակ պրոցեսներ, բնականաբար դրանք հակացուցումների դասին են պատկանում, իսկ ինչու են կոչվում anti-age, երբ ի հայտ են գալիս առաջին միմիկական կնճիռները, արդեն իսկ դրանք համարվում են anti-age պրոցեդուրաներ։ Եվ այստեղ արդեն միանում է ներարկումային կոսմետոլոգիան, մասնավորապես ասացի բուժական եւ բոտուլինոթերապիան, փորձում ենք վերացնել կնճիռները, որոնք առաջանում են, իսկ եթե խոսքը գնում է խորը կնճիռների մասին, այստեղ արդեն բնականաբար ինքը մեկ պրոցեդուրա չի, այլ ամբողջ մի փաթեթ։ Նաև կարծում եմ անհրաժեշտ է հավելել, որ բոտուլինոթերապիան անհրաժեշտ է կատարել ոչ միայն ժամանակ, երբ արդեն իսկ կան խորը կնճիռներ, այլ նաև կանխարգելելու համար, որպեսզի չլինեն հետագայում շատ խորը կնճիռներ, կարելի է այդ ամենը սկսել շատ ավելի վաղ տարիքից։ Որ տարիքից եք սկսում կատարել այ հակատարիքային պրոցեդուրաները։ Քանի որ մեր մաշկի ծերացումը կամ առհասարակ մեր օրգանիզմի ծերացումը արդեն 25-26 տարեկանից սկսվում է, որքան էլ որ տխուր է, բայց փաստ է, կարելի է այդ տարիքից սկսած որոշակի պրոցեդուրա ներառել, հա, մեր առօրյայում, իսկ սովորաբար 30-ից հետո ենք սկսում, երբ որ արդեն ի հայտ են գալիս միմիկական առաջին կնճիռները։ Այ բժշկուհի, խոսեցինք այս պրոցեդուրաների տարբերության մասին, բայց կցանկանայի նաև բարձրաբանեիք, թե ինչպես եք որոշում, որ բուժարուին առավելապես որ միջամտությունն է առավել անհրաժեշտ եւ բնականաբար կլինի ել ավելի արդյունավետ։ Այ դուք ինքներդ շատ լավ նշեցիք բոտուլինոթերապիայի մասին, կանխարգելիչ է նպատակը, եթե խոսքը գնում է կանխարգելման, բնականաբար սկսվում է հենց բոտուլինոթերապիայից։ Եթե գնում է սնուցման, արդեն միանում է մեզ այստեղ բուժական կոսմետոլոգիան։ Եթե խոսքը արդեն գնում է ավելի խորը խնդիրների մասին, բնականաբար եթե ունենք կախված հյուսվածքներ, հա, մաշկը արդեն առանցքականությունը կորցրել է, գնում է կոլագենոթերապիա եւ RF lifting։ Այդպիսի սկզբունքով եւ իհարկե շատ կարեւոր են առանձնահատկությունները, հա, այսինքն չոր մաշկ է, ավելի ճարպոտ մաշկ է, դրանք բոլորը մենք պետք է այստեղ հաշվի առնենք, այո։ Այ մի փոքր խոսենք նաեւ տղամարդկանց եւ կանանց միջեւ հնարավոր տարբերությունների մասին։ Արդյոք ձեր պրակտիկայում հանդիպում եք տարբերություններ եւ ձեր մոտեցումներում կան տարբերություններ։ Որպես կանոն ոչ, այստեղ շատ ավելի շատ բծախնդրության մասին է։ Կան տղամարդիկ, ովքեր շատ ավելի բծախնդիր են, քան հենց կանայք, որովհետև շատ անգամ կանայք գալիս են 50+ տարիքի եւ նշում են, որ ոչ մի պրոցեդուրա այս ընթացքում չեն կատարել, անգամ տնային խնամք չեն իրականացրել եւ կան տղամարդիկ, ովքեր շատ բծախնդիր են եւ անգամ մենք ինքներս ենք զարմանում, բայց որպես կանոն այդպես չեմ կարող ասել, ավելի շուտ խնդրից է, հա, կախված, որքան շուտ են սկսում առաջանալ կնճիռները, այնքան պետք է շուտ սկսել զբաղվել դրանցով։ Բժշկուհի նաև կցանկանայի խոսենք այ արդյունքի պահպանման ժամկետի վերաբերյալ։ Ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ դիմել բժիշկ կոսմետոլոգին ձեզ։ Շատ լավ հարց է, դա հենց բուժառուների առաջին հարցն է, որքան է պահպանվում։ Բնականաբար յուրաքանչյուր պրոցեդուրա ունի իր ժամկետը, ցանկալի է տարին մեկ բնականաբար այցելել բժիշկ կոսմետոլոգին, այստեղ ուզում եմ անպայման շեշտել բժիշկ, հա, որովհետև ուղղակի կոսմետոլոգին չեն այցելում, պետք է, որովհետև սա շատ խիստ բժշկական պրոցեդուրաներ են եւ իրականացնում են միայն բժշկական կենտրոններում։ Սա ընդգծել է ուղղակի։ Այո, պետք է ընդգծել եւ շատ հաճախ նույն ինքը ապարատուրային պրոցեդուրայի հետ վերաբերյալ են շատ հարցնում։ Տեսեք, շատ կարևոր է կենսակերպը, ինչպիսի կենսակերպ է վարում բուժառուն, ինչպիսի տնային խնամք է իրականացնում եւ անգամ քնի ռեժիմից սկսված դա կարող է անդրադառնալ մեր մաշկին, հա, ինչպիսի սնունդ է ընդունում։ Բնականաբար սրանք ֆակտորներ են, որոնք ազդում են մեր մաշկի ծերացմանը։ Եթե ճիշտ ապրելակերպ ենք վարում, բնականաբար մենք ավելի երիտասարդ ենք փորձում մնալ, հա։ Դրա համար տարին մեկ այցելությունը այսպես ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Կարծում եմ, այստեղ ամփոփելով պետք է նաև բուժառուներին մի ուղեր ցղենք, որ դուք անում եք այն մաքսիմալը, ինչը որ ձեր ուժերի սահմաններում է, բայց եւ միևնույն ժամանակ բուժառուները նույնպես պետք է կատարեն որոշակի պարտավորվածություններ
իրենց մաշկի խնամքի համար, որպեսզի ստանանք այն լավագույն արդյունքը, որը կարծում եմ եւ դուք եւ բուժարները ցանկանում եք։ Այո, քանի որ սա պլաստիկ վիրաբուժություն չէ, այսինքն սա երկարադեմ արդյունք չի, սա այնպիսի պրոցեդուրաներ են, որոնք ժամանակ առ ժամանակ թարմեցում են պահանջում եւ բնականաբար այստեղ եւս շատ կարեւոր է հատկապես anti-age-ի պարագայում պահպանել ճիշտ տնային խնամքը։ Ես որպես պլաստիկ վիրաբույժ ասում եմ, որ ձեր կատարած գործը ահռելի։ Շնորհակալություն անչափ հետաքրքիր զրույցի համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ շատ պարզ եւ հստակ կերպով նշեցինք եւ ընդգծեցինք այն կարևոր փաստերը, թե ինչպես է հարկավոր հասնել հակատարիքային ճիշտ խնամքի միջոցներին։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մինչ հրաժեշտ տալը ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ մեր հաղորդումները կարող եք դիտել ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև YouTube-յան մեր ալիքով։ Հիշեցնեմ, հաղորդման առաջին հատվածում այսօր ներառել էինք էնդոսկոպիկ հետազոտությունների մասին թեման, որի ընթացքում քննարկեցինք գաստրոսկոպիայից մինչև կոլոնոսկոպիայից հետազոտությունների մասին բավականաչափ ինֆորմացիա, պարզեցինք, թե ինչ նորություններ կան ոլորտում, այնուհետև խոսեցինք եւ պարզեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում արյան ընդհանուր անալիզը եւ ինչ ինֆորմացիա մեզ կարող է տալ մեր օրգանիզմի վերաբերյալ, այնուհետև մանկաբույժի հետ պարզեցինք, թե ինչ դեր է խաղում քնի ճիշտ ռեժիմը երեխայի մտավոր եւ ֆիզիկական զարգացման համար։ Իսկ կոսմետոլոգը տվեց մի քանի խորհուրդներ հակատարիքային պրոցեդուրաների հետ կապված, որոնք կօգնեն վերականգնել եւ տալ ել առավել թարմ տեսք ձեր մաշկին։ Այսօր այսքանը, մնացեք մեզ հետ։